գժանոցա, լսել եք, գազանոցի տոմսը 1000 դրամից սարքում են 2000 դրամ, ծախսերը չի փակում 1000 դրամը։ Ախր ոչ կառավարելուց են խաբար, ոչ բիզնեսից են խաբար, կյանքում ոչ մի բան առածտրած չեն, դրա համար չեն հասկանում, որ 1000 դրամ տալու հնարավորություն ունեցողը շատ ավելի շատ է, քան 2000 դրամ։ Ինչ որ պայմանական 100 հոգի գալի 1000 դրամով, շրջանառությունը մեր 100,000։ Հիմա 2000-ի դեպքում 30 հոգի է գալու, շրջանառությունն ունի 60,000, այն տակի 40,000 ուրդից եք բանան։ Տոմսի մեզ սարքի 3000 թե 5000 դրամ։ Սաղ աշխարհում դուբոյ բիզնեսմեն գիտի, որ եթե հաճախելիությունը պակասում է, փողը չի ֆորում, չի հերիքում ձերին հասնում, պետք է էժանացնես, ոչ թե թանկացնես, որ թանկացնես вообще մարդ չի գալի։ Դե էժանացնես, տոմսը սարքես 600 դրամ, ասենք, գազանոցը համարյա ամորտիզացիա չունի, նույն աշխատողներն են, նույն քանակն է, նույն գազանն են, նույն քանակն է, նույն կերն են ուտում, նույն աշխատավարձն են ստանում, որ դու սարքեցիր 5000 դրամ, չես էթալ Նիկոլի աղջկա դեմից իգրեն բերեկալ ես, բերես, ասենք, որ նմանոնի կապիկներին տաս, նույնն է անելու, համարյա ամորտիզացիա չկա, դրա համար էժան սարքի 600 դրամով եկողների քանակը շատ ավելի շատ կլինի, որ կարան գան, տնից մի հոգի չի գալի, մի քանի հոգի են գալի, էլի, հաշվի առ, քան 2000 դրամով եկողները կգան այն տակի փողով մարոժնիկ համտեն շրջանառություն, ասենք 600-ով որ 200 հոգի խոսքի պայմանական գա, դառնում է 120,000, 20,000 վիգրշա։ Երեխեքին որ բերում են, մի բան տեղ, նախր երեխա չեք ունեցեք, գոմիկ եք, երեխա չունեք, որ հասկանաք, որ երեխուն չես կարա հանես դուս ու ձեռը մի բան չտաս, էդ էլ է ծախսի մարդիկ կարենան անեն։ Այդ տակի փողերով մարոժնի կառնեն, դեռ մի բան էլ ավել կտան կերմեր կառնեն այդ կենթաններին կկերակրեն, ձեր ծախած կերերը, համ այդ կենթանները կուշտ կլնեն, ձեր հույսին չեն մնա, համ էլ ձերուրից այդ հոգսով կպակասի։ Ախր ոչ մի բան չեք արեք կյանքում, այդ դվարնյաշկ եք։ Եվախ կոֆե եք նիսյա խմում, հիմա արդեն թանկ ռեստորաններում արդեն էսպրեսոն ու ամերիկանոն եք իրարից տարբերում, չնայած էսպրեսոին հələ էքսպրեսո եք ասում, բայց արդեն իրարից տարբերում եք, կարում եք հետակ ասեք ընձի էքսպրեսո մի հատ բեր։ Կյանքում ոչ բան չեք արել, չեք դրել, սովոր չեք, ձեր միակ ձեռքբերումը քֆուրն է, անեծքն է, մեկ էլ այն տները, որ մտածում եք, որ վաղը վարձով կտակ կաբրեք, բայց չէ ձեռներիցը տանելու եք։ Օրինակ ձեր դվարնյաշկեկից են Ռուբինյան Ռուբենը, սաղ կյանքը ոչ մի բան չի արել։ Ձիվանի վրա պարկած ձվերն է, չէ՞ քոր է, ու Սերժիկի Մուտիլովկով Նիկոլի իշխանության գալուց հետո կյանքում առաջի աշխատանք եղել է արտաքին գործերի փոխնախարար։ Ջոգմեք ինչ տաղանդավոր այդ բոզիտղեն, միանգամից արտաքին գործերի փոխնախարար աշխատել։ Իլյա Մուրոմեսն է, էլի 33 տարի փեջի վրա պարկել է, հելա դարել է ուժեղ տղա, այդ ինքը մարդկանց վրա մունաթա գալի բան անում։ Այ հիմար կենթաններ, գինը էժանացրեք, ձեր համար չեմ ասում, փաթաթած ունեմ ձեզ, այդ կենթաններն են մեղք, գինը էժանացրեք, որ կարողանաք կենթաններին կեր առնեք, սոված չսատկեն, հիմար բոզի տղեկ։